Սերն ու կարոտը կարծես ընկերներ են, ապրում են կողքի, հետո մի օր նեղանում իրարից, բաժանվում, հետո նորից միանում, հետո նորից կարոտում, հետո ավելի շատ սիրում։ Սերն ու կարոտը նաև երգի բառեր են, այն երգի բառերը, որոնք որ ժամանակին երգել է մեր այսօրվա հյուրը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ սիրված տաղանդավոր երգիչ Արազ Դարեին։ Արազ, բարի գալուստ, համեցեք։ Կարող եք եկել մեր տաղավար եւ Հայաստան։ Շնորհակալ եմ։ Վաղուց չէինք հանդիպել ու կարծում եմ, որ այս հանդիպումը շատ տեղին է ու շատ սիրուն զրույց ենք ունենալու։ Աստծո լավ զրույց, հետաքրքիր զրույց ստեղծենք քեզ, լավ ընկեր։ Շնորհակալ եմ։ Համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը։ Շնորհակալություն։ Արազ, այսօր կզրուցենք ձեր կյանքի մասին, կլսենք ձեր կյանքի պատմությունը, տարբեր առիթներով դուք տարբեր հարցազրույցներ եք տվել, բայց այս մեկը մի քիչ այլ է լինելու։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Թեհրանում, Իրանում, եւ իմ ծնողներս են անուններով Աստղիկ Սիմոնյան, մամաս է, եւ պապաս Իսրայել Թորոսյան։ Հայի ընտանիքում եք ծնվել։ Այո, իհարկե։ Շատ հայի ընտանիքում։ Շատ հայի ընտանիքում։ Ով է ընտրել ձեր անունը, ինչու Արազ։ Չգիտեմ, ես փոքրուց ճիշտ ասած ինչ հետաքրքիր հարց էր իսկականից, որովհետեւ փոքրուց կաշկանդվում եմ մինչեւ այն առաջին տարի դպրոցականի, այնքանով որ ասում եմ անունս փոխեք։ Մամաս էլ ասում է շատ սիրուն անուն եմ որոշել ու դու առաջինն ես մեր ընդհանրապես շրջապատում ու մենք գիտենք որպես այդ անունը։ Հետո ընտելացամ անունից հետ եւ ոնց որ դուրս էլ եկավ։ Ոնց որ իմ համար ճակատագիր էր։ Այսինքն կարելի է կապել Արազը Արաքս Գետի անվան հետ, որտեղ երգել ունենք, չէ, երկիր Արազ, իմ բախտի երազ։ Արազն անցավ են կուր։ Այո։ Դպրոցում ինչպիսի աշակերտ եք եղել։ Առաջի շրջանում մինչև 5-րդ դասարան շատ գերազանց, հետո հիշում եմ, որ այսինքն այնքանով գերազանց, որ պապաս լավ նվերներ էր առնում ամեն անգամ, այսինքն այդպես մեզի բան ոգևորում էր, որ եթե լավ թվանշանով ավարտես, այսինչ նվերը կստանաս։ Ու այդպես էլ այդպես աշխատում ենք, որ սովորենք, հետո միջնակարգ ժամանակ մի քիչ թուլացավ, չգիտեմ, երևի տարիքից էր թե ինչ, բայց հետո արդեն ավարտականի շրջանում շատ ավելի լավ ավարտեցինք։ Իսկ դպրոցը ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը։ Դպրոցն ավարտեցիք, ուր գնացիք։ Դպրոցից հետո բանակ գնացին, բայց մինչև այդ բանակիմ գնացի հետո էլ դրանից հետո ինչով որ զբաղվերին երաժշտությունով այդպես շարունակամ։ Իսկ այնտեղ հայկական դպրոց եք գնում։ Անպայման։ Հայկական։ Մեր համար շատ կարևոր Արայք ջան։ Միշտ թասիվով հայեր ենք եղել, մանավանդ իրանահայերս։ Իհարկե ուրիշներն էլ նույնպես, բայց մեր մոտ հաստատ այդ ավանդական, այդ ինչպես ասած, պահել եկեղեցին, լեզուն, այդ հայ հոգով ապրելն ու շատ կարևոր հանգամանք է մեր իրանահայերի մոտ։ Այլ դրա պատճառով միշտ մենք պահեր ենք մեր Պարսիկները եւ հայերը վաղեմի բարեկամներ են եւ տարբեր մշակույթներ ունենք մենք։ Այ որ ապրում եք այնտեղ եւ մշակույթները երբեմն այսպես որ խաչվում են իրար, հա, չեն խանգարում մի ազգի մի պետության մշակույթը, ավանդույթները թեկուս, հա, մեկը մյուսին չեն խանգարում։ Ինձ թվում է նույնիսկ այս երկուսի միաձուլումը շատ ավելի մանավանդ մեզ համար շատ ավելի հզորություն ու ուժ է տալիս, որովհետև զինված ես երկու հին ու թանկ մեծ մշակույթների։ Այդ դրա պատճառով ինձ թվում է շատ ավելի մենք դրան օգտվում ենք, քան թե վնաս անենք։ Իսկ այն բանով, որ վերաբերվում է մեր համատեղ ապրելը, մենք ավելի շուտ մեր պատմությունից եկած ամբողջ այդ ճամփեն հանդերձ մեր ավագ սերնդերի, մեր պապերի բանի շնորհիվ ինչ որ իրանք թողել մեր համար հանդեսակալի որպես մի հատ ուժեղ զենք, որ մեզի շատ են հարգում սիրում։ Մենք շատ պարտական ենք մեր անցյալներին։
ովքեր որ իրանց անունը մերը բարձր են պահե, այսօր նույնպես պարսիկ ազգը մեզ շատ է սիրում։ Այո։ Մենք էլ իրանց հետ շատ ենք Վաղը մի բարեկամական ազգերպետություններ ենք, այո, իհարկե։ Շատ լավ ազգ է։ Այո, եկել եք Հայաստան, արդեն հասցրել եք ձեր ընկերներին տեսնել, թե դեռ չեք հասցրել։ Այս շրջանում դե գիտես ինչ-որ լուրջ պատճառով եւ հարգելի պատճառով շատ անսպասելի էր իմ գալս եւ ոչ նորմալ ելնելուց պատերազմական վիճակից, բայց դա պատճառով ես ինչ եկա մի 20 օրեր ընդհանրապես ոչ ոքի տեղյակ էլ չեմ պահե առանձնահատուկ միջև այսօր մեկին տենց է իսկ ով իմացերա եւ հանդիպել ենք իրար, բայց չեմ արտահայտել։ Ինչքան տենց շատ բան միջև որ բալանսի գա մի քիչ հասկանամ թե ինչա կատարվում։ Իրականում ես չգիտեմ ձեր այս ընկերոջը դուք արդեն հանդիպել եք թե չէ, բայց հիմա մեր տաղավար մի շատ տաղանդավոր մարդ է գալու։ Հաստատ։ Եվ նա կմիանա մեր զրույցին, ես հետո կհարցնեմ արդյոք հանդիպել եք նրան այս ընթացքում թե ոչ։ Մեզ է միանում Արա Թորոսյանը, Մուրզոն։ Վայ ջան, այ ջան։ Համեցեք։ Ես ինչ սուրպրայզ եք անում։ Բարի գալուս մեր տաղավար, Արա ջան, համեցեք։ Պետք է հենց այսօր ողջույն։ Վայ, ես քո ցավը տանեմ։ Բարև ձեզ, բարև եք։ Շատ ուրախ եմ։ Համեցեք։ Այ սերու կարոտը, որ ասում են այն։ Եկեք Արա ջան, նստեք։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Ինչ լավ է որ մարդիկ այդպեսի պատասխան են տալիս։ Ամենաանսպասելի, ամենասուրպրայզ բանը որ կարող է, ոչ, ոչ։ Չենք հանդիպել, չի ստացվել, որովհետև ես կամ ստեղ չեմ, կամ ինքը ստեղ չի, կամ ինքը գործերով, ես իմ գործերով։ Տենց։ Բայց դե արդեն 20 տարուց ավել է մենք ճանաչում ենք, ընկերություն ենք անում, ժամանակ իրար սրտացավ գործերով հետաքրքրվում ենք։ Տենց Իրար հարցնում ենք, ոնց եք, տոներն ենք շնորհավորում։ Արած կհիշեք առաջին Ինչ լավ սուրպրայզ արա։ շնորհակալ եմ։ Երնեմ ջանիդ։ Առաջին անգամ կհիշեք ձեր հանդիպումը մեր շատ սիրելի Մուրզոյի հետ։ Այո։ Որտեղ է։ Ինչ հետաքրքիր հանդիպում է։ Ասպարեզ ստուդիայում։ Ես նույնիսկ իր առաջին հանդիպումը հիշում եմ երկար մազերով երկուսս նույն ֆիգուրով ենք։ Այն հանդիպեցինք, ասես անուններով իմացանք, ուղղակի տարբերությունը միա Զ տառն էր։ Զ տա, հա։ Եվ ազգանուններով եւ անուններով։ Հա, նետեն։ Եվ այդ ինչ կյանք կար։ Երանի էր, չէ՞, այդ տարիները։ Հա, լավ տարիներ էր։ Իրոք Ամեն ինչ մեր ձեռքում էր։ Ինչպիսին է Արազը, Արա ջան, որպես մարդ եւ որպես երաժիշտ երգիչ։ Տարբեր է։ Որպես երգիչ, որպես արտիստ, որպես երաժիշտ, որպես մի բառով ասեմ, որպես արտիստ ուրիշ Արազա, կյանքում ուրիշ Արազա։ Դա բնական է եւ դա տենց էլ պետք է լինի։ Ոնց որ ես ինքս էլ եմ տարբեր եւ համարում եմ, որ յուրաքանչյուր շնորհալի արտիստ պետք է տարբեր լինի իր կյանքում եւ բեմում։ Նույն Չապլինի մասին մենք գիտենք, որ ամենա ոչ այդքան հումորով առօրյա կյանքում ոչ հումորով մարդ էր, ոչ այդքան սարկազմիկ, ոչ այդքան կոմիկ, ինչքան բեմեր։ Բեմում էր, այո։ Կարծես թե ետնաբեմում ամեն բան փոխվում է, կյանքի ետնաբեմում հատկապես, չէ՞, մարդը ավելի իր իրական կերպարի մեջ հենց կուլիսներում է լինում։ Երբ որ արդեն բեմում է հատկապես արտիստ, այդտեղ ամեն բան փոխվում է, նաև կերպարը։ Շատ ճիշտ բաներ ասես նաև Թորոսյան Արան մուրզիկս, որը իսկականից իրականություն ունի։ Տարբերվում եմ, այո, բայց գիտես ինչով է այդ բան գալի, որպեսզի ինձ թվում է երևի գալիս է մի մասը այդ տարբեր կուլտուրաների տարբեր նոր աշխարհի մանավանդ այն տարիների ու ոնց որ թե դու չես հասունացել որ կարողանաս այդ կապը ոնց պահես քո նույնիսկ քո կարողա թերություններ տա խանգարում որ ինչ որ համարցակ ելնես այդ ընկերությունն ու այդ մարդուն ընդունել ինձ թվում է այդ բաները շատ է կարող առիթ դառնա նման ինչպես ասած անալիզին իսկ կա մի գործ որ իրար հետ եք համատեղ եք ստեղծել այդ գործը Սերու կարոտը, իհարկե։ Մեգա հիթերից մեկը։ Իհարկե։ Այս մարդու շնորհիվ։ Այո։
Դե որ Արան տաղանդավոր է, դրա մասին միայն մենք Լեգենդար Արա Թորոսյան։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր եկամ դուք։ Թորոսյանները սենց է արում։ Ճիշտ է։ Իրականում ձեր ազգանուններն էլ է նույնը, չէ՞, Թորոսյան, Արաս Թորոսյան, Արա Թորոսյան։ Հա, մեր համագործակցությունը 20 տարի առաջ է սկսվել, այդ երկու 20-ից ավել այդ երկից 2004 թվականից ենք հանդիպել։ Հա, բայց տենց ստացվեց, հետաքրքիր ստացվեց ամեն դեպքում, երբ որ Արազը ցանկություն ուներ երկերի, ինչ որ տարբեր հեղինակների, ես հիշում եմ մի բան, որ երկու երկ ուղարկեցի, կորդինալ մեկը տարբեր, ինձ թվում էր մեկը պետք է ավելի շատ էթնոյի մեջ լիներ, էթնոյի մեջ, բայց բավական կորդինալ տարբեր էր եւ նույնիսկ իրենք հետո ասեցին Արազը եւ Արինը ասեցին մենք չենք հավատում, որ դա մի հոգու գրած երգ է, մեկը Արևելյանի մեջ էր, որը բավական անհաջող էր։ Անհաջող այն առումով, որ այս մարդիկ այդ չէին ուզում, Արազը դա չէր ակնկալում։ Մյուսը դա դեսերու կարոտներ, որը որ սիրվեց մի անգամ։ Սիրվեց, հա, դե դա առաջին այն ժամանակա երգերից էր, որոնք 5-րդ աշճանի հարմոնիկ մինորով էր, մի խոսքով տենց էր։ Բայց ամեն դեպքում շատ սազական էր այդ երգը Արազին եւ մեր ընկերն էլ Արմինկան էլ Փայլուն միացավ ծրագրին, այդ երգին ամեն ինչ Հրաչյան Քեշիշյան տեսահոլովակը, Էսկիստուդյան, Անիտան Հախվերդյան, դե դա հեղինակներից մեկն է, համահեղինակն է երգի ու Փայլուն առ այսօր ամենազավեշտալին նա է, որ երգի ստեղծման մեջ մենք ես ու Անիտան ուղակի սենց մի բառով ենք շփվել, ասել ենք սա երգն է, սա բառերը, թե ինչի մասին գրվի, ինչ բան դա Անիտային ավելորդ էր դա ասելը, նույնիսկ ում համար, ինչի համար, մի խոսքով երևի օդում դա զգաց, որ կսազեր Արազին ու դե մեր Փայլուն ընկերը, որը ամենակարևոր մասնակիցներից մեկն էր այդ երգի ստեղծման, իրենք երկուսով ստեղծեցին այդ երգը։ Ես բացարձակապես ձայնագրում Չէ, ինչու՞ չէ ընթացքում կարող միգուցե, բայց ես չեմ մասնակցել, որովհետև ինձ համար դժվար էր հասկանալը լավ է թե վատ է, քանի որ երգը գրել եմ ես, իմ համար տենց հետաքրքիր չի այլևս դառնում process-ը։ Ես ուզում եմ թող մարդիկ իրենց ներդնեն այդ ամեն ինչի մեջ ու Արազը Փառք Աստծո Փայլուն ուղղակի կատարեց։ Եվ ես հասկացա, որ կարող իսկապես մեկ օրվա մեջ երգը կարող է դառնալ հիթ։ Մեծ ներդրում է ունեցել նաև մեր սիրելի Արմեն Թորոյանը, մեր լավ ընկերը, Ասպարե ստուդիայի Արկադին թարի զգացումով նվագելը գիտարի վրա եւ ստացավ այդ յուրահատուկ բանը, որը որ հավատացեք առ այսօր ինքը ունեցավ այդ երգը, այդ կատարում այդ երգելու ձևը ունեցավ շարունակություն եւ կրկնօրինակման շատ ու շատ։ Այո, համեմետ է։ Ֆենոմենալ ինչ-որ բաներ տեղի ունեցավ, որ գալիս այդ էներգիաների խառնուրդից, որ այն տարիներ իրար հետ միաձուլվավ։ Ես միշտ հավատացած եմ ու միշտ ամեն տեղ ասել եմ իմ եւ մուրզիկի եւ ընդհանուր այդ տաղավարը, որ ես մտամ որպես ասպարեզ, միշտ բռներ է իրար հետ եւ կարողա եւ չի կարելի անտեսել այդ ամեն ինչ։ Արազն այսօր արդեն Հայաստանում է եւ դեռ երկար ժամանակ կարծում եմ կմնա հայրենիքում ու ինձ թվում է կարելի է մի բան էլ նորից սկսել, նորից այսպես մի հատ մեծ ալիք սկսի նոր աշխատանք սկսելու համատեղ, որովհետեւ այսպիսի տաղանդավոր ընկեր ունեք եւ դուք եք տաղանդավոր եւ իհարկե լսարանը սպասում է, որ Արազ Դարեն Հայաստանում է, ուրեմն կարելի է մի հատ նոր երգ լսել։ Այո, ինչու՞ չէ որ։ Ինչեւ ամեն ինչ արժևում է, գիտեմ որ Արազը նոր տեսահոլովակ եւ երգ է պատրաստել, ես թռուցիկ եմ չեմ հասցրել լսեմ, բայց ինչ որ գիտեմ որ կարդալով այն մարդկանց մասնակցությունը ովքեր որ ունեցել են մասնակցություն այդ ամեն ինչին, գիտեմ որ շատ լավ գործ է ստացվել, շատ լավ երգ ու ցանկանամ շատ կանաչ ճանապարհ այդ երգին, որովհետեւ իմանալով Արազի շնորհքը եւ բնավորությունը ամեն ինչում հասցնել կատարյալ ձգտելու դեպի կատարյալ
պրոդուկտը, կատարյալ ստեղծագործությունը Այդ քեզանից լսելը շատ թանկարժ է։ Շատ նշանակապես շատ ժամանակ ու շատ ջանք է թափվել այդ ամեն ինչի վրա։ Հուսով եմ կգնահատի ընկերները նույնպես։ Պարոն Թորոսյան, ամբողջ օրը նոտաների աշխարհում եք երաժշտության մեջ։ Ձայների Այո, ինձ շատ հետաքրքիր է որն է ձեր կյանքի ամենասիրելի նոտան։ Կյանքի մեջ։ Հետաքրքիր բան է նոտան։ Այո։ Եթե խոսում ենք այն նոտաների անվանումներով, երևի ռեն։ Ինչու։ Ռեն կարծեմ դա տրանսցենդենտալ ձայն է եւ կապված է վերևի հետ ինչ-որ մի բանով։ Ռեն կարծեմ նույնիսկ Հնդկաստանում գիտեմ որ այդ օմը որ ասում են օմ շանտի բան ռե նոտայով է ռեն ինչ որ կապված է դրա հետ։ Այս պահին ասեցի ռե միգուցե եւ վաղը դա դառնա Կապված է տրամադրությունից։ Շնորհակալ եմ, որ այդ գեղեցիկ տրամադրությունը ձեզ հետ բերել եք մեր տաղավար, պարոն Թորոսյան ջան։ Մենք ձեզ ճանապարհենք, որպեսզի շարունակենք մեր զրույցը։ Մեծ հաճույքով շնորհակալ եմ դավերի համար։ Մենք էլ շատ շնորհակալ ենք, որ եկաք ու այսքան ուրախություն պարգևեցիք։ Իրոք, այս ամենամեծ սուրպրայզն էր, որ ես այսօր եղամ։ Շատ շնորհակալ եմ այս սուրպրայզի համար, որովհետև անընդհատ ամեն անգամ գալիս եմ, գիտեք իմ բնավորությունը, հեսա որտի լիարժեք ինչ-որ մեկին, որ շատ է սիրում հանդիպել։ Ու այսօր դուք միանգամից սուրպրայզ օրերը ճամփենի մեջ տասրակ։ Թող ձեր ընկերության մեջ բոլոր նոտաները մաքուր եւ բարձր չեն եւ թող նաեւ սիրտը խոսի երաժշտության լեզվով, որովհետեւ այդ դեպքում սրտի նոտաները շատ մաքուր են, այնտեղ ֆալշեր չկան։ Ես ուզում որ ձեր կյանքի ֆալշերը ընդհանրապես հոսանք եւ միշտ այսպես ջերմ տրամադրությամբ իրար հանդիպեք։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, կարճատև դադարից հետո վերադառնում ենք ու շարունակում ենք մեր զրույցը, դեռ շատ անակնկալներ կան Արազ Դարեի համար։ Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք որ շարունակենք մեր զրույցը, իսկ դուք շարունակեք հետևել մեզ եւ հեռուստաեթերից եւ իհարկե մեր YouTube-յան ալիքում կարող եք գտնել մեր բոլոր եթերները։ Պարզապես փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք, դիտում եք մեր եթերները, թողնում եք ձեր մեկնաբանությունները եւ առաջարկները։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ շարունակում եք մնալ ATV հեռուստաընկերության հետ ու հետևել մեր եթերներին։ Արազ գնանք առաջ, շարունակենք ձեր կյանքի պատմությունը։ Մի փոքր էլ խոսենք ձեր ստեղծած ընտանիքի մասին։ Որտեղ հանդիպեցիք ձեր կնոջը։ Կհիշեք այդ պատմությունը։ Այո, 96 թիվեր, երբ կոտորոց էր տոմսակների, եւ Թերանում շատ հետաքրքիր ու շատ շատ սենսի փոթորկային ծրագիր էի կազմակերպել, որ չէի պատկերացնում այդքան դիմավորող ունի, մոտակ 6000 հոգի մարդ, որը փողոցին դուրսին մնացել, տոմսակներն էր ֆալշ ծախվել ու շատ, թվից շատ։ Ու այդտեղ այնպես էր, որ նստելու տեղ չկար ընդհանրապես։ Ու բոլորը, այսինքն շնչելու տեղ նույնիսկ չկար, որովհետև տարածքից ավելի մեծ մարդիկ թիվին եկե եւ լավ բենդով բանով ես նկատում եմ այս վիդեոների մեջ, որ հետո նստել ենք մոնտաժ անենք, նկատում եմ, որ մի հատ աղջիկա, որ ընդհանրապես ինձ չի ոչ մի ձևի ու գեղեցիկ ու ընդհանրապես հակառակ բոլոր աղջիկների համարյա, թող մեկ ինձանից չներվի, բայց ինքը ընդհանրապես չէր նկատում ինձ։ Հետաքրքիր էր, որ ով է իսկ ինքը, որ ընդհանրապես ինձ չի նկատում։ Գրավավ, ոչ թե ինադուելներ, ծերանց, այլ հենց այդպես բնավորություն։ Սի անցավ մի քանի ժամանակ, դեպ ընդհանրապես բոլոր այդ հայկական բաները ես իմ առաջատարը, թանկ ու առաջատար մեծամտություն չունի, բայց այդպիսի այլեք տարիներ շարունակ, այդ հաջող տարիների, որը բոլոր թե դիպլոմատիկից սկսած մինչև սովորական հարսանիքներ եւ խնջույքները բոլորը ես եմ իմ բենդով արել, իդեպ ես թե նվագում էի եւ թե երգում էի միայն, եթե այդպես էր ճանաչված իմ իմիջը։ Եվ այդ նորից ես իրան հանդիպում եմ ինչ-որ հարսանիքում, որ ոնց որ թե ինքը հանդես է գալիս որպեսի հարսի քույրիկի ընկերուին ու էլի ասում եմ էլի նորից տեսամ ու ֆիքսում եմ որ մեկին գտնեմ որ ճանաչի իրա
ու հեսօրված մեր խավոր ու խավոր կինը ով բան հենց այդ մարդիկ են ովքեր ասում են մենք գիտենք ով որ հետո դառնում են մեր Խավորը եւ խավոր կինը։ ու իր միջոցով ինչ որ բան շատ հետաքրքիր էր որ ինքը էլի տենց բան չէր ընդունում որտեւ իր դասերով իր կյանքով իր լրիվ այդ շատ հետաքրքիր ու անմեղ այդ զուլալ կյանքո կերպարի մեջ էր ապրում ես տենց փորձամ որ ծանոթվեմ եւ տենց ստացվեց բախտը որը իսկականից շատ շնորհակալ եմ Աստծուն որտեղ գիտեք այս լատարի է Իսկ հետո չարցիկ ինչու էր նա դահլիճում այդպես ես հասկացա ինքը տեսակով այդպեսին է ավելի զուսպ էր այո եւ բայց ինքը այդ կարծիքի էր որ մենք այդ տարի հրավիրվերինք որպեսի ամենալավ մարդու համերգին ամենալավ սիրված բանի, որը մեր համար ինքն է շատ մեծ շոկ էր, որ կարողացել ենք տոմսակ քնենք, գնենք, որ գանք ներկա լինենք։ Այդպես ինքը արտա, այսինքն ինքը ոնց որ այնեն չի, որ հետաքրքիր չի եղել իրան, ուղղակի տեսակով այնպես է, որ երես ավելի զուսպ ինքը։ Ավելի հավասարակշիռ։ Իսկ սիրո խոստովանություն եղավ Արազ։ Այո, իհարկե։ Ընթացքը ասեմ ինչ հետաքրքիր էր։ Ես իր մամային եմ զանգում, իրանց տենժանակ բջջային հեռախոս չկար։ Իրենք էլ էին այնտեղ ապրում։ Այո, 96 թիվ էր։ Կներեք ինչ է ձեր կնոջ անունը։ Գրետա, հայը։ Այո։ Մեր մոտ տենց բան չկա ուրիշ ազգի հետ ընդհանրապես։ Մատերի ավասար չեք գտնի որ զուլված լինեն։ Ընդհանրապես այդ գաղափարը միտքը չկա մեր մոտ։ Զանգեցիք նրա մայրիկին։ Զանգեցի, ասեցի ես այսինչն եմ։ Իր մաման շատ լավ ընդունեց, ասեցին կտանը չի, ընկերու համարն եմ տալի։ Ասեցի կարող եմ խնդրեմ իրանց տան համարը։ Ասեց այո։ Բեցրեցի համար զանգում եմ ընկերուն, ասում է ով է, շատ կոպիտ։ Ասում եմ ես Արազն եմ, երաժիշտ եկիչ։ Մի պահ ես ասում եմ Գրեթային եմ խնդրում, ասում է ով ես, ասում եմ այսինչը։ Ու ես տեսնում եմ, որ այս ընկալուչը հեռախոսը պահերա ու գոռում է, որ քեզ ուզում այսինչն է։ Ու հետո արդեն ես իմ այն պարքովի մորակրոջս աղջկա ավտով, ես էթում եմ իրան ինչ-որ տեղ հանդիպման ու տես կյանքը սիրուն դասավորվում է։ Այսօր քանի բալիկ ունեք։ Մի հատ աղջիկ ունեմ։ Ինչ է նրա անունը։ Բրենդան։ Ինչ գեղեցիկ անուն է։ Երջանիկ եք ձեր ընտանիքի հետ։ Տեսեք, Բրենդան կարող եմ ասեմ, որ ինքը ամենալավ կերպարն է, ֆենոմենալ եւ ամենավախենալու բանն է։ Գիտեք, կարող է եւ իմ համար է տենցի կամ իր մոր համար, պատճառն էլ դա է որպես մենք մի հատ երեխա ունենք, իր մայրը այնպես է դողացել երեխու պահելու, ծնվելուց մինչեւ պահելն ու մեծացնել։ Կարող է մենք ենք շատ տենց իրան բանով իրան ուրիշ ծև նայում եւ դա անդրադարձել է իր բնավորության վրա, բայց ինքը շատ ինքնուրույն, շատ բան համել տեղում շատ վստահելի եւ շատ հետաքրքիր character, շատ creative, շատ ուժեղ պոտենցիալի տեր կարող եմ ասեմ միցնե արտիստ, մեծատառով արտիստ է ծնված։ Հետո ինքը բազմատաղան, բարի մեջ թե բալետ թե հետո լատինո ավելի շուտ լատինոյի մեջ դիքը մրցանակներ, հետո երգի մեջ, հետո ավարտում է ջութակի, արդեն 3 տարեկան ջութակի էր։ Ավարտում է ջութակը դպրոցը, հետո հիմա ուզում է կոնսերվատորիա գնա, չգիտեմ, սիրում է էլի նվագել թե չէ, որտեվ ինքը նենց բանա ուրիշ տեսակ երեխա։ Երաժշտական։ Եվ երաժշտական, եւ այտենց մոդա եւ այս օրվա աշխարհի այս կարող է իր տարիքից է, կարող է եւ այլն։ Ուղղակի մեր համար շատ դժվար է լավ այդ երջանկությունը, որ դու ասում ես, պահ կա, որ կա ջղայնանում ես, կամ վախենում ես, կամ ինչ-որ երեխուդ պաշտպանես, չէ՞։ Բայց հետո պահը գալի ասում ես, կարող է ես եմ ուղղակի շատ անիմաստ տեղը զգուշ կամ շատ հետապնդող, կարող է եւ պետք է հենց էս էլ դի։ Կարող է ինքնա ճիշտ մենք ենք սխալը, կարող է ժամանակի բանա։ Խոսքն է սխալի ժամանակ չի, դու վստահ ես որ քո երեխեդ ինչպես դասյարակություն ունի, ինչպես է իրան պահում եւ ինչպես է իրան դրսեւորում։ Ուղղակի որպես ծնող չես կարող ուղղակի այտենց անտայմանավանդ եթե իմ տեսակ իր մաման երևի մի քիչ հանգիստ է բան։
այդ պահնա որ մի քիչ այդ բան թե չէ որ երջանկությունը իհարկե որ ես չեմ պատկերացնում ուրիշ ձև կյանք բացի սրանից ինչ որ էր իհարկե Իսկ ընտանիքի երջանկության գաղտնիքը ինչի մեջ է առած Պարզության մեջ թեկուզ մարդիկ բնավորությունների գծով կարող է օրինակյան ինչ-որ բաներ ունենան, որը փառքաստով ստեղ մենակ իմ մոտ է նման բան իրաց, բայց իսկույն պարզությունը այդ ինչպես ասած իրար համար լինելը անշահախնդիր լինելը երևի, հա, այսինքն դու հետո միասնական այդ ինչ-որ հանգամանքը, որը մի հատ նպատակ է follow-ելնում Այսինքն ես այսօր ասում եմ քո ուզածը ինչ է գրեթա, ասում եմ քո հաջողություն։ Միշտ դա էլ է իր խոսքը, մինչև այսօր։ Ոնց կարելի է չգնահատել։ Իմանում ես միայն բանը երջանկությունը դու ինչի մեջ է բանում, քո լավ լինելու։ Այսքան տարի անց կարող ինչքան կարելի է 25 տարի երևի։ Ու նույն վերաբերմունքը։ Բրավո։ Արաս աշխարհի տարբեր երկրներում եք եղել, շրջագայել եք, ինչ որ ժամանակահատվածում ապրել եք, ստեղծագործել եք, արարել եք, որտեղ եք դուք ձեզ ավելի լավ զգում։ Ես երկու երկիր, որը կընտրեմ այս բոլորի մեջ, իհարկե Հայաստանն ու Պարսկաստանն։ Պարսկաստանը սրա բանով եմ ասում, որովհետև ես մոտավորապես 10 տարի է ինչ որ հենց այնտեղ ունեմ իմ production-ը։ Ոնց որ թե այդ քո կառուցածդ դժվարությամբ ձեռք ես բերել, չնայած միշտ հայացքը դեպի Հայաստան ու այս մարքետ եղել, ուղղակի հնարավորություն չես ունեցել։ Շատ հարգելի պատճառներով, որ եթե առիթ լինի ասելը շատ ինձ հաճելի է։ Որտեղ վերջապես մարդ խոսակցություն կարող եք հանգիստ կարող եք ամեն ինչ ասել։ Հետաքրքիր իր բովանդակությամբ արդարանը։ Դրա համար իմ կարծիքով, այսինքն այնտեղ որտեղ որ դու սարքես, օրինակ ես պատերազմ եղավ, ես թողե եկել եմ, գիտեք ամենամեծ բանը ինձի տանջում է, այն որ այդ իմ ստեղծած տարածքից մինչև այդ լրիվ գաղափարները երաշտական որ գլխիս մեջ է այդ նպատակները որ սարքեր ես հասցրել որ պիկինա պիտի աթեն բանես միանգամից ինչ որ սցենարը փոխվում է ու դու այսօր ստեղ ես որ ասում եմ տոնը գալիս ես բնավորությունով դե լնեն չի որ ուզենաս ծանրաբեռնես քո ընկերներին թեկուզ ամենահարազատն են ես այդպեսի եմ եղել կարող է եւ այն որ կյանքի մեջ ուրիշ է որպես արվեստի մարդ ուրիշ է նկատի ունեն հենց դրանք որ ես չեմ կարող ինձ թույլ տամ մեկին ինչ որ ծանրաբեռնեմ որ ուզենամ ինձ զբաղվածնեմ դրա համար ավելի թույլ է տալի որ ես ավելի լուրջ մտածեմ այսօր իմ սարքած արդեն լուրջ տեղափոխեմ երկու տեղը որ ունենամ վերջապես այդ հնարավորությունը երևի որ երկու տեղը միանգամից զուգահեռ աշխատեմ Փաստորեն սիրելի բայց շատ բան է շատ սերս այս երկու երկրի մեջ է թարգմանում եւ կուզենամ որ այդ երկու հնարավորությունները սարքածը ես չկտրվեմ իմ գործից ես աշխատասեր մարդ եմ առավոտը շուտվանից ստարտ անեմ մինչեւ որ գիշերվա միլիոնը մինչև որ հագեցած կամ ինչ-որ մի բանի հասցրած ես մտածեմ մյուս օրվա սկիզբի Սելի հեռուստադիտող երաժշտասեր հանրություն մեր շատ սելի արտիստը Հայաստանում է այնպես որ շտապ եք ստեղծագործել, արարել, ստեղծել, առաջարկներ անել, որովհետև կարծում եմ որ միշտ էլ պետք է ձեռք մեկնել այն մարդուն, ով սիրում է արվեստը, որակյալ երաժշտությունը, երգը, բեմը։ Ու ես կարծում եմ, որ դեռ շատ մեծ դռներ են բացվելու առանց այս հատվածում, այնպես որ դեռ ամեն բան առջևում է։ Իսկ մենք շարունակում ենք մեր զրույցը, միշտ սեր ու կարոտ եք երգում։ Սեր ու կարոտ, որը սիրվեց ու իրականում ինչ այսօր սիրված է։ Իսկ ինչ է ձեր կարոտի անունը։ Երևի իմ անցյալը այն լավ փայլուն պահերը որ ունեցել եմ կուզենամ որ անընդհատ ուզում եմ որ էլի երևի հանդիպեմ դրան ուզում եմ որ նորից դրան շոշափեմ որը շատ է ինձի ինչպես ասած
կարիք կարծում եմ այսօր մենք հեռուանալով դրանից այդ կարոտը ապրում ենք, այդ պակասը զգում եմ։ Ես իմ համար եմ ասում, ես շատ կուզենամ, որ նորից այն տարիները, որ ես արել եմ, փայլել եմ, սիրվել եմ եւ հիմա ոնց որ թե այդ ամեն ինչը ուրիշ ձև է էթում։ Էլի սիրում ես քո ստեղծածը, բայց այդ ներ քո ստուդիո, քո աղբար, քո միտքը, քո նոտեկը, քո այդ բաները ուզում ես որ էլի նորից այն տենդը այդ վիճակը լինի ոչ միայն Հայաստան, նաև նախքան Հայաստան գալիս։ Այն փայլուն տարիները, որ այո, շատ սիրուն տարիներ էին։ Շատ սիրուն էր, այո։ Բեմեր, ելույթներ, ծափեր։ Ես հիշում եմ 14 տարեկանից, որը չարչարվել եմ ժողովրդյան, ինչպես ասած, այսինքն գումար եմ աշխատել եւ ժողովրդին ծառայել եմ 14 տարեկանից տանջված, տենց փորձա, այն որ կտրված քո ընկերական շրջանին, որ ուրիշ կյանքով են զբաղվում, դու քո էլի բանով տանես, հասնես ինչ-որ մի տեղի, որ դառնաս ինչ-որ մի բան։ Հետո շարունակ անընդհատ մի քանի տարիներ, մի 8 տարի, ամեն օր, նույնիսկ օրը 2 գրաֆիկով ծրագիր ունենաս, հետո այն ժամանակ ասենք չի ելել որ DJ հասկացողու դոնը բան մենք նվագե երկեր ենք ամբողջը միայն ձեզանով այո մեր ուսինա մեր խնդիրն այլ է որ մենք տանենք առաջ պատկերացրու այդ բանից հետո գայս ես Հայաստան մի հատ ուրիշ sense լավ ձերպես այս բոլորը այս գայս ես դες բան ես որ ոնց որ ասում ես պաչես որ էս ինչ լավ է հետո գալիս է ինչ որ բան որ անդունդ է անդունդ չեմ ինչպես է թարգմանվում երևի կարող է շատ կոպիտ ասեցի բայց այն որ եթում ես դեպի Էթում ես դեպի այնտեղ, որ մտածում ես, որ հասունացել ես, կարող ավելի ես հասկանում, կարելի է շատ ավելի բաներ ես իմանում, բայց այն զգացողությունը էլ չկա, այն կարոտ է մնում։ Այո։ Կարոտ ես մնում այդ։ Այսինքն ձեր կարոտի անունն է ձեր անցյալը, անցյալ են գեղեցիկ օրերը, որ Կարելի է էլի ուրիշ բաների ասել, բայց այսօրվա օրով այն ինչ որ ցավ եմ ապրում եւ ուզում եմ բան, տես այսօր օրինակի համար Այդ անցյալիցս ինչ-որ բան ինձ, որի համար ես քեզ շատ երախտապարտ եմ, ինձ նվիրեցիր, նույն բանն է։ Եվ հույսով եմ այս բանը շատ լինի, որ այդ կարոտը ոնց որ թե նորից մտածես, որ ոչ չելնելացու է, այլ կարելի է։ Հարավ ձեր կյանքում եւ դժվար եւ հեշտ պահեր շատ են եղել, բոլորի կյանքում է այդպեսին, բայց ո՞րն է ձեր կյանքի ամենաբարդ շրջանը եղել։ Եվ որ մարդը անորոշ է ելնում կյանքում իր իմացածի Այսինքն ապագա քայլդ հստակ չես իմանում կամ էլ առաջվա նման ոնց որ զգում ես որ այն ուժը, այն ֆենոմենալ, այն անտեսանելի ուժը որ քեզի ջամփեկը ցույց է տալի չկա եւ դու քեզի ինչ որ ճահիճի մեջ ես զգում անորոշ վիճակ այլև քանի տարիներ է իմ մոտ տևել ամենադժվար ու բարդ տարիները։ Դրա մեջ նույնպես ընդգրկում է իրան կորցնել քո ամենահարազատին հորդ, ամենատխուր ժամանակից մի անգամից հանդիպես նման ցավի։ Այո։ Այ որ կորցնում ենք մեր հարազատ մարդուն արած։ Ու իմանում ես ինչ, էդի այն որ կիսատ բան ես թողել, որ կարող իր, ասենք Կարող իր եթե ժամանակին ինչ-որ բան այդ ձևով որ ուզում էր այդ երևի կարողանայիր այդ քո պարտականությունը իր նկատմամբ կամ այդ ամեն ինչի նկատմամբ կարողանայիր որ լրացնիր, որը չես հասցնում ու այդտենց շատ ուժեղ կիսատ է մնում այդ ամեն ինչ։ Այո։ Երանի եթե ելներ որ մի անգամ էլ հետ կար։ Այ ինչ կասեք, որ հայրիկին նորից տեսնեիք։ Ինքը երջանիկ էր իր բանով ինչ որ ես միշտ այն ժամանակ էլի մեկ մտահոգ որ չէի որ վատ եմ եղել կամ բայց միշտ մտածում եմ որ ինքը ասում է որ ես տեսնում եմ որ իր թորնիկի հետ որ միայն թորնիկն է որ ունի ինչքան երջանիկ ազգում է ու հետո էլ հպարտանում այն ինչով որ ես արել եմ ինքը կոմպյուտերից հեռու մարդ է եղել
որպես ինժեներ, որպես ճանապարհ սարքող բան մարդ, բայց ինքը կոմպյուտեր էր արել հատուկ դրա համար, որ ուրիշներին ցույց տա թե ես ինչ եմ անում։ Էդի բան, բայց ես իրան կասեի, որ ես իրան եթե հետեթայի կասեի, որ ինչքան ինքը կարևոր դեր ունեցել իմ կյանքին, թե իր տեսակով որպես մարդ եւ թե շնորհքը, որը որպես պինդ հայ, որպես այն մարդը, որը քեզի այնպես է դասյարակե կամ ինքը իր էությունով այն ինչա տվե, գենա, չգիտեմ, ինչա տվե, որ դու կարողանաս լավ պայքարես այս կյանքը ու շատ դժվար բաներ, որ ուրիշների համար շատ ավելի բարդ է, քեզ համար հեշտ թվա եւ կարողանաս իրանց վերջապես ախտարես։ Ձենայի մասին, որ սիրում եմ իրան, ուզենայի մասին, որ իր երեսին ասեմ, որ ես շատ քեզ երախտապարտ եմ։ Հարա շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, այսքան բաց լինելու համար, եթե ուզեցինք ներողություն եմ խնդրում, եւ ուզում եմ եւս մեկ հարց տալ, եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ վերնագիր կտաք այդ գրքի։ Իսկ ո՞վ հենց միգուցե սեր ու կարոտ էլ տակ այդ կյանքի գրքին։ Մտածելը պետք է հետաքրքիր հարց է, բայց կարող է եւ այդ գիրքը ոչ թե վերնագիրը ուղղակի ինքը անուն լինի, այլ թե ինչ է ուզում իրանից ասի, այսինքն ճանաչել մարդ ինքը իրան։ Կարող է Ճանաչել ինքդ քեզ։ Հա, ճանաչում։ Հրաշալի է։ Կամ ճանաչել ինքդ քեզ։ Հրաշալի է։ Իսկ թե մենք ինչքանով կճանաչենք նամակի հեղինակին, բարձ կդառնա հենց հիմա, որովհետև այս մեր գաղտնի արկղը, որ բացում, այստեղից միշտ մի բան դուրս է գալիս։ Հիմա այս նամակը ես ձեզ կփոխանցեմ, Արաս ջան, այստեղ նայեք, ոչինչ գրված չէ, բայց մեջը ձեզ ուղված նամակն է։ Պիտի խնդրեմ բացեք ու բարձրաձայն կարդաք։ Այսօր ինչ սուրպրայզներ եք արել մեզ։ Բարձրաձայն կարդաք ու հասկանանք ով է նամակի հեղինակը։ Եղավ։ Կան սերեր, որ չեն գրվում բառերով, չեն ասվում բարձրաձայն, բայց ապրում են ամեն լռության մեջ, ձեռքեր, որ երբեք չեն դադարում աշխատել, սիրտ, որ երբեք չի դադարում սիրել, ու հոգի, որ սովորել է լուր տանել ամեն ծանրություն։ Ու կա մեկը, որ այդ հայացքը ճանաչում է ամեն ինչից լավ։ Ով քեզ տեսնելով հանգստանում է, ով քեզ ժպտալիս իրեն երջանիկ է զգում, ով քո լռության մեջ անգամ հասկանում է ինչ կա ներսումը, կա մեկը, ով իր ամեն փոքր հաղթանակը ուզել է կիսել քեզ հետ, ով իր ամեն վախը թաքցրել է, որ դու չանհանգստանաս, ով 1000 անգամ ուզել է ասել, ես քեզ շատ եմ սիրում, բայց բառերը միշտ կիսատ են մնացել, ով քեզ նայում է այնպես, ինչպես ոչ ոք չի նայում, ով քեզ նայում է այնպես, ինչպես ոչ ոք չի նայում, այնպիսի ջերմությամբ, որ նույնիսկ տարիներ չեն կարող փոխել, ու եթե երբևէ զգաս, որ ինչ-որ մեկը լուր հպարտանում է քեզնով, որ ինչ-որ մեկը միշտ քեզ համար աղոթում է իր սրտում, որ ինչ-որ մեկը պատրաստ է ամեն ինչ տալ, միայն թե դու երջանիկ լինես իրան, իմացիր, դա ամենամաքուր, ամենախորը սերն է, որը չի պահանջում ոչինչ, չի սպասում պատասխան, պարզապես կա, ապրում է, ու միշտ քեզ հետ է, նույնիսկ եթե երբեք չասվի բարձրաձայն, սիրում եմ քեզ, Բրենդանը ասե։ Այո, ձեր աղջիկա խոսքերն են, նամակը ձեր աղջիկն է գրել, հենց այս խոսքերով է նա ձեզ դիմում, ու ինչքան է գնահատում ձեզ։ Շնորհակալ եմ, շատ է զգացված։
ամենամաքուր աղջկական սիրո եւ գոհունակության խոսքերով Բրենդան դիմեց ձեզ։ Դավա։ Վիգեկ պահանջը, որ նամակ գրի։ Իհարկե։ Բրենդա, շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք, որ ուղարկել եք մեր տաղավար ձեր սրտի նամակը։ Ձեր սրտի նամակն ուղղված է ձեր սրտի հայրիկին, ձեր սիրելի հայրիկին։ Արազ, մենք էլ շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր։ Շնորհակալ եմ ձեզ։ Ու մեր եթերը տարբերվող ասեղանություններով։ Սելի հեռուստատող եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սիրված արտիստը, սիրված երգիչը հայրենիքում է, Հայաստանում։ Սելի պրոդյուսերներ, երաժիշտներ, տաղանդավոր մարդիկ, այնպես որ ի գործ սկսեք ձեր առաջարկներով դիմել մեր արտիստին ու տեսնենք թե առաջիկայում Արազ Դարեն ինչ հրաշալի հիթեր է մեզ բոլորիս պարգևելու։ Հայ իդեպ արդեն YouTube-ում ունենք նոր երգի տեսոլովակը, որ ընդամենը մի քանի օր առաջ է տեղադրվել համացանցում, այնպես որ դա եւս կարող եք լսել, թողնել ձեր մեկնաբանությունները։ Իսկ ես ուզում եմ, որ ձեր կյանքում պատերազմներ չլինեն եւ փոքրիկ պատերազմներն անգամ հաղթանակներով պսակվեն ու ձեր կյանքը ձեր դիմաց բացի միայն հաղթանակների եւ խաղաղության ճանապարհներ։ Շնորհակալ եմ Արա իջանք ձեր մաղթանքների համար, ձեր բոլոր այս հետաքրքիր ստեղծած ծրագրի համար, որովհետեւ շատ վաղուց էր որ նման ասած մարդու Չեր աշխարհը չէր, հա, ինչ որ կզգացմունքներ ստեղծե ու շնորհակալ եմ ձեր բոլոր անձնակազմից եւ մենք ենք շնորհակալ։ Բախտում եմ ձեզ, որ միշտ լինեք։ Ես քեզ գիտեմ արդեն 20 տարի։ Այո, իհարկե։ 20 տարվա չափ եւ շատ ուրախ եմ, որ այսօր բախտի վիճակվեց, որ նորից իրար հանդիպենք։ Այս գեղեցիկ խոսքերով, այս ձեր սիրուն մշակած ծրագիրով, այս հետաքրքիր մթնոլորտով կարողացաք ինձի շատ լավ զգացմունք տաք։ Շնորհակալ եմ։ Լավ մնացեք։ Դուք էլ։ Մենք սպասում ենք նոր երգերի Արազ ջան։ Սելի հեռուստադիտող իմ տաղավարում էր սիրված տաղանդավոր երգիչ Արազ Դարեն, ով սիրո եւ կարոտի մասին շատ երգեր ունի։ Իսկ արժևում դեռ նոր ստեղծագործություններն են եւ իհարկե իսկ մեր տաղավարում նոր պատմություններ։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով ու կյանքի պատմությունով։